Երևանը շարունակում է ազատվել ձնամաքրման աշխատանքների հետևանքով փողոցներում կուտակված ավազից։ Վերջին օրերի եղանակային անակնկալներին դիմակայել են միայն աղով, ավազ չեն օգտագործել։ Մենք մի փողոցում խնդիր ունեինք, 1-2 փողոցում այնուամենայնիվ սառցակալել էր, այդպես է։ Որոշակի սառցակալում եղել է Գայի պողոտայում, Դավթաշեն կամուրջի վրա տեսանյութը իրականությանը մի քիչ չէր համապատասխանում, ընդհանուր Գայի պողոտայում է միայն խնդիր եղել, որպես այդպեսի։ Բայց աղով մշակվել էր Գայի։ Աղով մշակվել էր, այո։ Ուղղակի ինչ էր, ծավալներ, ինչներ էլի, ժամայիններ։ Ժամայինը մի քիչ եղել ավելի շատ, որովհետև առավոտյան դեմ ավտոների շարժի ժամանակ արդեն սկսեց սառցակալումը, զուտ այդ ժամանակ տեխնիկան իհարկե աշխատանքը կատարեց աղցանման, բայց ընդհանուր մի կես ժամ է տևել, այսպես ասեմ, այդ պրոցեսը բանկարական։ Ձմռան ամիսներին մայրաքաղաքի փողոցներում առաջացած փոսերը վարորդների գլխավոր մտահոգությունն է, թե երբ եղանակը թույլ կտա ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել, Ավինյանն է հետաքրքրվում։ Եղանակը մեզ թույլ է տալու նաև ասֆալտապատման աշխատանքներն իրականացնել, այդպես է։ Պարոն քաղաքապետ, մենք այս գիշեր սկսել ենք նորից աշխատանքները, կտրման աշխատանքներ ենք իրականացրել, ասֆալտբետոնյա ծածկի տեղադրման աշխատանքներ կփորձենք ցերեկվա ժամերին կատարել, որտեղ որ երթևեկությանը շատ չենք խանգարելու։ Որովհետև գիշերը մինուս է։ Գիշերը մինուս է, չենք կարող անել, բայց այս գիշեր սկսել ենք կտրման աշխատանքները, որպեսզի հետ չընկնենք։ Վարչական շրջաններն արդեն հաղթող կազմակերպություններ ունեն, մի քանիսում էլ սկսվել են ասֆալտապատման աշխատանքները։ Ոնց եք պլանավորում, պարոն Վարուսյան, երբ եք պլանավորում սկսել։ Պարոն քաղաքապետ, մենք հաղթողն ունենք, նման բան, պայմանագիրը կնքենք, այս շաբաթվա մեջ կկնքվի պայմանագիրը ու ամբողջ ծավալով կսկսենք հենց Արվության փողոցից։ Պարոն Գաբրելյան, դուք էլ ունեիք արդեն։ Այո, պարոն քաղաքապետ, արդեն 3 փողոց ասֆալտապատում ենք։ Շնորհակալ, պարոն Սարգսյան։ Պարոն քաղաքապետ, մենք անցած շաբաթ օրվանից ենք սկսել աշխատանքները, պայմանված եղանակային պայմաններով այս 2 օրը չեն կատարել աշխատանքներ, այսօր երևի կտրման աշխատանքներ կկատարենք էլի։ Քաղաքապետը զգուշացնում է, խիստ են լինելու, վերջնարդյունքն արձանագրելուց հետո միայն կկատարեն վճարումները։ Թող կապալառու ընկերություններն էլ իմանան, որ մենք ամբողջ տեսանյութերը պետք է ունենանք եւ պահպանենք։ Սուրմալու առևտրի կենտրոնին հարակից մետրոյի նոր կայարանի կառուցման նպատակով նախագծի մրցույթ հայտարարելու ուղղությամբ արդեն հստակ ժամկետներ են նախանշվում։ Աշխատանքների ընդհանուր իրականացման համար նախատեսված է 120 օր։ Եվ նաև հավելեմ, որ քաղաքաշինական հայեցակարգի եւ էսքիզի մրցույթը նույնպես հայտարարված է, վերջնաժամկետը մարտի 16-ն է։ Մրցույթը կայանալու դեպքում արդեն ակնկալում ենք, որ պայմանագիր կկնքվի ապրիլից, աշխատանքները կմեկնարկեն եւ այս աշխատանքների համար էլ նախատեսված է տեխնիկական բնութագրով 150 օրացուցային օր։ Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով։ Այս տարվա հատկացված բյուջեով դեռևս 1.5 միլիոն դրամ է հատկացված, դրանից մոտ 220 միլիոնի կատարողականն ապահովված է։ Ակնկալվում է առաջին եռամսյակում մինչև 750 միլիոն դրամի կատարողական ապահովել, որից հետո սահմանված կարգով կդիմեն կառավարությանը միջոցների համալրման նպատակով։ Մարզադպրոցի բոլոր 6 մասնաշենքերում ամբողջությամբ առաջին հարկի պատերի ամրանավորման եւ բետոնացման աշխատանքներն ավարտված են։ Առաջին, երկրորդ, երրորդ մասնաշենքերում մարզադահլիճային շենքերն են, որտեղ տեղակայված երկաթբետոնե կոնստրուկցիաների պատրաստման աշխատանքները 0-ից բարձր նիշում կատարված են առաջին մասնաշենքում 80%-ով, երկրորդում 60, երրորդում 90%-ով։ Այսինքն այն տեմպերը, որոնք որ պլանավորված են, այդ տեմպերով էլ առաջ են գնում։ Այս պահին այո։ Այս տարի ավարտում ենք փաստը։ Աշնանը, այո։ Աշնանը ավարտում։ Այո։ Այսինքն մեր դրած վերջնաժամկետը իրատեսական էր։ Այս պահին, եթե այլ էքսեսներ չդիտարկվեն, մենք գնահատում ենք իրատեսական։ Մետրոյի աչափնյակ կայարանի շինարարությանը նախապատրաստվելուն զուգահեռ քննարկվում է նաև 48 նոր վագոն ձեռք բերելու, դեպոն ու մի շարք այլ ենթակառուցվածքներ արդիականացնելու ծրագիրը։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։